Ռուբեն Վարդանի ընտանիքը այդ հեռախոսազանգերը ցայնագրում է, որի հիման վրա երբեմն աուդիո տարբերակով է փոխանցում հանրությանը, երբեմն գրավոր, դեռ շատերը ինչ որ սկսում են դավադրությունների տեսանկյունից ցանկացած հայի համար աշխարհում ամենավատ տեղը Բաքվի բանտն է։ Աստված չանի պատկերացրեք, եթե մենք 26 թվականի ընտրություններին ձախողվենք, բայց իշխանությունը մնա։ Առաջին անգամ տեղի ունենում ընտրություններ Հայաստանում պատմության մեջ, որտեղ չկա Արցախ։ Հետևաբար այդ ընտրությունները ամենևին պետք չէ համեմատել նախկինում տեղի ունեցած որևէ ընտրության հետ։ Չեմ կարծում, որ ես էի այն անձը, որ պահեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շաբաթներ առաջ, երբ Ռուբեն Վարդանյանը հացադուլ էր դեռանում, այդ օրերին հանրության ուշադրության շնորհիվ, նաև հասարակական որոշ գործիչների ջանքերի շնորհիվ մի ընթացք գերիների օրակարգը դարձավ դոմինանտ։ Դուք էլ դա արձանագրեցիք, որ մոտ 10 օր այն տիրապետող օրակարգ էր եւ իշխանությունը ոչ թե հոխորտանքներով էր խոսում, այլ արդեն ինչպես դուք եք ասել, մեղայական տոնայնությամբ էր խոսույթը, բայց երբ Ռուբեն Վարդանյանը դադարեցրեց հացադուլը, դադարեցնելուց հետո ուշադրությունն էլ խնդրին սկսեց նվազել եւ այս օրերին դարձյալ կա խնդիր այն նորից օրակարգ դարձնելու։ Իհարկե հանրությունը ի վիճակի չէ մշտապես այս կամ այն հարցի վերաբերյալ նույն ծավալի ուշադրություն հաղորդել, անկախ նրանից այդ հարցը ինչքան կարևոր է, ինչքան կենսական է, բայց մի բան հստակ է, որ 2023 թվականից սկսած գերիների վերաբերյալ օրակարգը մեր երկրում այդպես էլ առաջնային չդարձավ։ Ինչու՞։ Ինչպես նշեցիք, բնական է այսօրվա մեր ինֆորմացիոն հոսքերի արագությունը ու ծավալը հնարավորություն չեն տալիս որևէ իրադարձության վերաբերյալ պահել այդ ակտիվությունը, ոչ միայն գերիների, եթե նայենք, ցավ եմ նշում, արդեն տեսեք 20 թվականի պատերազմը, Արցախի կորուստը, այսինքն այդ հարցերը հասարակության մոտ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չեն պահպանում այդ ակտիվությունը երկար ժամանակ, որովհետեւ մենք անընդհատ օրվա, եթե ինչ-որ տարիներ առաջ օրվա ընթացքում մեկ լուր էր լինում, մեկ իրադարձություն էր քաղաքական, ընդհանուր հանրային, որը օրերով շարունակում էր ամրապնդվել մարդկանց մոտ, հիմա կարելի ասել օրվա մեջ մի քանի լուր է լինում եւ լրահոսի այս տեմպերը մարդկանց մոտ անընդհատ ինչ-որ ինֆորմացիա են բերում։ Դա նույնպես կարևոր է, որ մարդիկ չեն հասցնում, այսպես ասած, ճակերտավոր այդ մարսեն եւ պահպանան։ Մյուս կողմից, այո, ցավոք, նաեւ իշխանությունների վարած քաղաքականության պատճառով գերիների վերադարձի հարցը առաջնահերթին պետք է դառնա պետական օրակարգ, ոչ թե հանրային, որովհետեւ հանրությունը ինքը նման հարցին վերաբերում է անհատական մոտեցումով, այսինքն եւ խիստ էմոցիոնալ է։ Ճնշող մեծամասնությունը գերիների հարցի վերաբերյալ կարող է առավելագույնը կարեկցել, ինչ որ մտահոգություն հայտնել, բայց որևէ գործողություն իրենից հնարավոր չէ ակնկալել հաշվի առնելով հարցի առանձնահատկությունը, որը պետք է, բայց երբ որ դառնում է հարցը պետական օրակարգ, արտաքին քաղաքական օրակարգ, դա արդեն բերում է նրանից, որ այդ հարցի առաջնորդությունը եթե տեղի ունենում, հասարակությունը նույնպես այդ հարցը համարում է իրան։ Հետևաբար սա իշխանությունների վարած քաղաքականության հետևանք է, սակայն անհատական տեսանկյունից հասարակության ճնշող մեծամասնությունը խոսում ես, բնական է ինքը մտահոգված է, սակայն իշխանությունների վարած քաղաքականության պատճառով այսօրվա քաղաքական եւ մեդիա լրահոսում այս հարցը չի շարունակում մնալ գերիշխող։ Այո, Ռուբեն Վարդանյանը դիմեց ծայրահեղ քայլի, որը ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ միջազգային հանրությունում այս հարցի արձագանքը բավականին ակտիվացավ, բայց կարելի է ասել, որ դրա տեմպերը շարունակում են մնալ, այնպես չէ, որ այս հարցը չի շարունակում մնալ օրակարգում։ Բավականին ծանր հարց է, այնպես չէ, որ պարոն Վարդանը մտածում էր, որ իր այդ օրակարգում, իր այդ ծայրահեղ քայլով, օրակարգ բերելով գերիների հարցը հնարավոր է այս հարցին լուծում տալ կարճաժամկետ հատվածով։
Ցավոք բավականին բարդ հարց է, ոչ միայն Հայաստանի իշխանությունների այս վարած քաղաքականության պատճառով, այլ նաև կնայտե, որ դիմացը բռնապետական Ալիևյան ռեժիմն է եւ հեշտ չէ հասնել գեյների ազատմանը, սակայն փոքր քայլերը շատ կարեւոր են, որ հարցը պահել օրակարգում եւ շարունակել ճնշումները եւ տեսնում ենք, որ եւ պարոն Վարդանի հացադուլից եւ նաեւ Հայաստանում մեր գործընկերների հացադուլից եւ այդ հանրային ակտիվությունից ստեղծվեց մի իրավիճակ, որ միջազգային տարբեր կառույցներ, տարբեր երկրներ պարբերաբար անդրադառնում են այս հարցին, այսինքն առնվազն ինչ է անհրաժեշտ հարցը պահել օրակարգում, նաև միջազգային օրակարգում, որ հնարավորության սահմաններում արդեն, երբ նաև պետք է բարձ խոսենք, որ հարցի լուծման մեջ մեծ դեր են խաղալու նաև գերտերությունների, այսպես ասած, տրամադրությունները այս հարցի ուղղությամբ, եւ ժամանակի ընթացքում հուսով ենք, որ այս օրակարգում պահելով այս հարցը կհասնենք արդյունքի։ Դուք ուղեցույց եք ներկայացրել Փաշինյանին գերիների ազատման։ Կարծում եք իրեն ուղեցույց է պետք, թե պակասում է քաղաքական կամքը։ Փաշինյանը ոչ միայն գերիների հարցով, այլ նաև Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներով որևէ արդյունավետ քայլ չի անում։ Մեր ներկայացրած մոտեցումը թե ինչ պետք է աներ, դա պատասխաներ Նիկոլ Փաշինյանին, որ ասում էր դե մարդիկ դժգոհում են, որ մենք գերիների վերադարձով չենք զբաղվում, եթե դժգոհում են, ապա տրամաբանական է, որ ասեն այդ ինչ պետք է անենք, որ չենք անում։ Այսինքն մենք ասում ենք ինչ պետք է անի, որի մասին նաև Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանն է առիթ ունեցել ասելու, ընդ որում դրա մեջ ինչ որ տենց մեծ հայտնագործություն չկա, որ իշխանություններին ասում ես, որ այս հարցով զբաղվի միջազգային օրակարգում դիր, միջազգային գործընկերների հետ բարձրաձայնի այս հարցը աշխատանքներ տար, որովհետև բազմիցս առիթ ունեցել ենք ասելու, եթե նույնիսկ հավատանք, որ իշխանությունները ասում են դե մենք լուրջ զբաղվում ենք, պետք չի վնասել, որի մեջ կարող է որոշակի տրամաբանություն լինել, սակայն լուրջ զբաղվելու հաջորդ քայլը պետք է լինի միջազգային հանրության գործողությունները, այսինքն Հայաստանի իշխանությունը լուրջ զբաղվում է գործընկերների հետ, դրա մասին չի բարձրաձայնում, բայց հետագա քայլը պետք է լինի, չէ՞, այսինքն երբ որ մենք տեսնում ենք, որ օրինակ տարբեր երկրներ սկսում են սրա մասին բարձրաձայնել, պահանջում են Ադրբեջանից գերիների ազատ արձակում, բանաձևեր են ընդունում, պատժամիջոցներ են կիրառում, այդտեղ հնարավոր է լինի Հայաստանի իշխանության գործողություն, ասենք, դες մարդիկ լուրջ զբաղվում են, գնում են փակ կաբինետներում խնդրում են, ինչ որ քայլեր են անում, հետո ինչ որ երկիր սկսում է ճնշել Ադրբեջանին, բայց եթե լուրջ զբաղվում ենք ու չկա որևէ արդյունք, ուրեմն երկու ձև կա այս հարցի, երկու տարբերակ կա, կամ չեն զբաղվում, որը վատ է, կամ էլ զբաղվում են, արդյունք չկա, երկուսն էլ վատ է, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, այս պարագայում իդեմս իշխանությունների, սա իրենց պարտականությունն է, սա բարի կամքի դրսևորում չէ, բարի կամքի դրսևորում կարա լինի այլ երկրի կողմից զբաղվելը, որպես մարդասիրական քայլ։ Իդեպ այս օրերին ես փորձում եմ ուսումնասիրել սոցհարթակները, ընդհանրապես հանրային տրամադրությունները, որքան որ հնարավոր է, եւ մի հարցադրում կա, որը ես մշտապես հանդիպում եմ վերջին ժամանակներում, ինչու է որ Ռուբեն Վարդանյանին հաջողվում է Բաքվից մեսիջներ ուղարկել հայ հանրությանը, իսկ ահա մեր մյուս գերիները այս առումով լուռ են։ Դուք ունեք այդ հարցի պատասխանը։ Այդ հարցին բազմիցս անդրադարձ ունեցել նաև Ռուբեն Վարդանի ընտանիքը այդ Ռուբեն Վարդանի ուղերձները տարածելուց, այսպես ասած ձևակերպումը տալիս է թե ինչ ձևաչափ է, անկեղծ ասած զարմանում եմ, որ այս հարցը շարունակում է մնալ, բայց ամեն դեպքում հիմա կարող են մարդիկ հերթական անգամ, որոշ մարդիկ իհարկե լավ գիտեն թե ինչ է, բայց անընդհատ մանիպուլացնում են։ Ամեն անգամ նոր մեսիջից հետո այդ հարցը նորից տեսեք, ինչպես Ռուբեն Վարդանը, այնպես էլ մեր մյուս գերիները որոշակի պարբերականությամբ հնարավորություն են ունենում հեռախոսազանգ ունենալ իրենց ընտանիքի անդամների հետ, որը ունենում են։ Ռուբեն Վարդանի ընտանիքը այդ հեռախոսազանգերը ցայնագրում է, որի հիման վրա երբեմն աուդիո տարբերակով է փոխանցում հանրությանը, երբեմն գրավոր։ Այսինքն ավելի պարզ որ ասենք, տեղի ունենում հեռախոսազանգ։ Հիմա ձեզ ինչ որ մեկը զանգահարում է ձեր հեռախոսին։ Ես ձեր կողքը նստած ձեր հեռախոսի այդ խոսակցությունը ձայնագրում է։ Դե տեխնիկապես հասկանալի։ Չէ, խոսքը դրա մասին է։ Հիմա թե սա տեխնիկապես, որովհետև շատերը ինչ որ սկսում են դավադրությունների տեսանկյունից, թե Ռուբեն Վարդանը ինչ որ ուղերձներ չի ուղարկվում։ Բացառապես սահմանված կարգով հեռախոսազանգերի ընթացքում տեղի ունեցող խոսակցություններից բնական է որոշակի հատված, այդտեղ
ընտանիքի հետ շփվելուց բնական է զուտանձնական ընտանեկան խոսակցություններ են լինում եւ որոշակի հատված ուղղակի փոխանցվում է հանրությանը։ Երբեմն 1-2 անգամ եղել է աուդիո տարբերակով, իսկ այն մի քանի անգամ էլ որ վերջերս էլ որ լինում է, դա տեքստային, հա, էլի ձայնագրությունից հետո եւ տեքստի տարբերակին է բերվում Ռուբեն Վարդանի խոսքը, որը տեղադրվում է տարբեր հարթակներով։ Մնացած գերիները ընտանիքների հետ խոսում են, այո, խոսում են։ Հիմա ընտանիքի անդամները իրենց հարազատների հետ ունեցած խոսակցությունները ինչ չափով են կամ ինչու ընդհանրապես հանրության դատին չեն հանձնում, շատ նուրբ անձնական հարց է, հետևաբար որևիցե մեղադրանք կամ որևիցե մեկնաբանություն կոռեկտ չի ասել, որովհետև նույն տրամաբանությամբ մոտավորապես այդ հեռախոսազանգերը, եթե ինչ-որ արգելքներ չեն լինում, տեղի ունենում շաբաթը մեկ։ Այսինքն եթե նայենք Ռուբեն Վարդանի հետ էլ իր ընտանիքը խոսում է գրեթե յուրաքանչյուր շաբաթ, բայց այնպես չէ, որ ամեն շաբաթվա խոսակցությունը հանրության դատին է հանձնվում, այսինքն եթե sense նայենք, այս 1.5 տարվա ընթացքում մի քանի տասնյակ հեռախոսային խոսակցություններ է ունեցել եւ պարոն Վարդանը եւ մյուս գերիները, հիմա այդ ընթացքում մի քանի անգամ տեղի եղել է անհրաժեշտություն, ընդ որում այդ անհրաժեշտությունը էլի այս հարցը օրակարգում պահելն է, միջազգային հանրության օրակարգում, մեր հասարակության օրակարգում, որովհետեւ այս լռությունը վնասում է, որովհետեւ միջազգային հանրության համար շատ կարևոր է, որ տեսնի, որ հայ հասարակությունը, եթե իշխանությունը չի զբաղվում, գոնե հայ հասարակությունը պահանջատեր է։ Այս հարցը բարձրաձայնում է, որովհետև այնպես չէ, որ աշխարհը մեզնով է ապրում։ Այսօր համաշխարհային օրակարգում այնպիսի հարցեր կան ու հարցերը այնպիսի արագությամբ են աճում, որ եթե մենք այս հարցը օրակարգում չպահենք, որը այո, այս իշխանությունների փոխարեն դա Ռուբեն Վարդանն է իր ուղերձներով անընդհատ այդ մարդը փորձում է ցույց տալ, որ խնդիր կա։ Իսկ թիրախավորման վտանգը չի մեծանում այդպիսով բանտում։ Ճանաչելով Ռուբեն Վարդանյանին ու պատիվ ունենալով իր հետ աշխատել ու նաև այն սկզբունքները, այն մոտեցումը, որ պարոն Վարդանը ունի, առնվազն ինձ համար ու նաև այն մարդկանց համար, ովքեր Ռուբեն Վարդանի հետ աշխատել են, այս ամենը զարմանալի չէ։ Այսինքն այն վճռականությունը, որ կա ցանկացած պարագայում, այդ թվում Բաքվի բանտում Ռուբեն Վարդանը շարունակում է լինել ուժեղ եւ պայքարել։ Եվ ցավով եմ արձանագրում, կուզեմ սխալվել, բայց չեմ կարծում, որ Ռուբեն Վարդանի որևէ հանրային խոսքի արկայությունը կամ ընդհակառակ կատարյալ լռությունը, որ էական փոփոխություն կա Ադրբեջանի բռնապետական պահվածքից, մի պարզ բան ասենք, Ռուբեն Վարդանյանը եւ գերիները գտնվում են Բաքվի բանտում։ Այսինքն այս նախադասությունը ամեն ինչ ասում է։ Այսինքն Բաքվի բանտ։ Դրանից այն կողմ արդեն, ինչ ասեմ, թե ինչ վիճակում են այդ մարդիկ, չեմ կարծում, որ Բաքվի բանտում կարա ինչ-որ մեկը լավ լինի, մեկը վատ լինի, մեկը խոսալուց ավելի շատ ճնշվի։ Հետևաբար այն ճնշումները, որը նաև հրապարակային Ալիևը եւ իր վարչակազմը անընդհատ այդ հակահայ իրենց հռետորաբանությունը, թե ինչպես են ստորացնում հայ ժողովրդի արժանապատվությունը, որ ինքներս ենք լսում ու շատ հաճախ ինքներս ենք հոգեբանական ծանր վիճակում հայտնվում, չէ՞, գտնվելով Հայաստանում։ Պարզը չէ, այդ մարդիկ Բաքվի բանտում ինչ զրկանքների են գնում, բայց այո, Ռուբեն Վարդանը պայքարում է եւ այս պայքարը մեզ համար պետք է դառնա այն ուժը, որ մենք գտնվելով միանշանակ ավելի լավ պայմաններում, այսինքն այսօր ես վստահ եմ, որ ցանկացած հայի համար աշխարհում ամենավատ տեղը Բաքվի բանտն է, այսինքն մոլորակի վրա, տիեզերքում երևի ամենավատ տեղը այնտեղ է, որտեղ գտնվում են մեր հայրենակիցները, հետեւաբար մեզանից յուրաքանչյուրը երբեք չի կարող ունենա ավելի շատ խնդիրներ, գտնվի ավելի վատ վիճակում, քան մեր գերիներն են, հետեւաբար այս ուղերձները նաև մեզ ոչ թե պետք է դաստան, այլ մեզ պետք է սրանք մեզ ցույց են տալիս, որ մենք իրավունք չունենք կոտրվելու, մենք կարող ենք ուժեղ լինել ու պարտավոր ենք ուժեղ լինել ու պարտավոր ենք չհանձնվել, պայքարել։ Եթե Ռուբեն Վարդանը ու մնացած գերիները նաև իրենց դատավարության ընթացքով վարքագծով, իրենց ուղակի լինելով շարունակում են պայքարել, մենք ուղղակի այլ ընտրանք չունենք պայքարել։ Պայքարի մասին եք խոսում, պարոն Առաքելյան, բայց միևնույն ժամանակ տվել եք գնահատական, որ իշխանությունից ազատվելու ամենաարդյունավետ տարբերակը ընտրություններն են։
Հաջորդ ընտրությունը 2026 թվականին է, եթե արտահերթ տեղի չունեն, այսինքն գրեթե 1 տարի մենք պիտի սպասենք, որ լինի ընտրական գործընթաց, որպեսզի հնարավորություն ստեղծենք իշխանությունից ազատվելու, այսինքն գրեթե 1 տարի պիտի սպասեն Բաքվի բանտում, որ փոխվի իշխանություն, որ հույս բացվի, հա։ Ցավոք մենք պետք է առերեսվենք իրականության հետ։ Նաև քաղաքական այն իրավիճակը, որ մենք ունենք Հայաստանում, շատ հաճախ իհարկե ցանկությունը մեծ է, որ առաջ ազատվելու այս իշխանությունից ոչ միայն ցանկության տեսանկյունից, այլ բնական է, որ յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր օր առնվազն ստրեսային վիճակ է, որ կարող ենք մենք նոր կորուստներ ունենալ։ Բայց պետք է լինենք իրական։ Ես բարբերաբար երբ որ մենք նաև թիմում ենք քննարկում այս խնդիրները, որ դե ծանր է, չէ՞, սպասել 1 տարի, այս են պատկերացումները, բայց միշտ մի օրինակ եմ բերում, որ պայմանական ասած մենք ունենք շատ ծանր խնդիր, ասենք կենցաղային անձնական բոլորիցս հեռու, ու պետք է գնանք Դիլիջան։ Պայմանական, հա, մեզ սպասում են ու անհրաժեշտ է մեր գնալը։ Ու ակնհայտ է, որ 1 ժամից շուտ անհնար է հասնել մեքենայով Դիլիջան։ Ու հիմա երբ որ դու տրամադրում ես քեզ, դեռ քեզ սպասող են, որ դու 10 րոպեից կհասնես, առնվազն նախ ինքնախաբեություն է, դիմացինին ես խաբում, որ ինքը սպասում է քեզ 10 րոպեից, էլ չասած, որ ճանապարհին կարող է փորձանքի գաս։ Հիմա այսօրվա մեր ռեսուրսները խոսում են այն մասին, որ շատ քիչ է հավանականությունը արտահերթ ընտրությունների ու շատ քիչ է հավանականությունը ոչ ընտրական ճանապարհով իշխանությունը հեռացնելու։ Խոսքը այսօրվա մասին է։ Եթե առաջիկայում միջև ընտրություններ կլինեն այնպիսի իրավիճակներ, կլինի ռեսուրսների այնպիսի փոփոխություն, որը հնարավորություն կտա ոչ ընտրական ճանապարհով իշխանությունը հեռացնել, մեր թիմը միշտ այդտեղ է։ Փողոցային պայքարի պատրաստ եք։ Այո, նույն նախորդ տարի սրբազան պայքարի շրջանակներում մենք մեր հնարավորությունների առավելագույնը դրել էինք այդ պայքարի մեջ, չստացվեց։ Հիմա փաստ ենք արձանագրում, պատճառները դրանք մի կողմ։ Ու այս պահին չենք տեսնում, որ արկա ռեսուրսներով, արկա դերակատարներով հասարակությունը փողոցային պայքարով իշխանության հեռացման պատրաստ է։ Այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, որովհետև երբ ցանկացած անգամ մենք ինչ-որ պայքարի ճանապարհ ենք ընտրում, որը չի հաջողում, դա բերում է հասարակության մոտ հիասթափության։ Քաղաքական դաշտը այո անընդհատ պետք է պայքարի, անընդհատ ամեն օր աշխատի, բայց հասարակությանը չի կարելի ամեն ամիս, ամեն գարուն, ամեն աշուն տրամադրել, որ հեսա իշխանությունը փոխվում է, եկեք պայքարեք, որովհետև ամեն չստացված պայքար, ընդ որում կարևոր չէ ում կողմից չի ստացվում, որովհետև մարդը ասում է, այս անգամ էլ իշխանությանը չհաջողվեց հեռացնել, ու դու տեղ չպետք է գնաս ասես, դե գիտես ինչն է, այս սխալն արես նա, դե ասում են մարդն էլ եկի ասում ես հեռացնելու եմ, չէ՞, մարդն էլ ձեր նման խոստումներ տալի չստացվեց, նույնիսկ եթե պատճառները բոլորովին այն են։ Հետևաբար հասարակությանը պետք է պատրաստել ու քաղաքական դաշտին պատրաստել վճռական գործողությունների ես փողոցային իմաստով միայն նկատի չունեմ, թեկուզ ընտրություններ է գործողությունների, որովհետև որ չսխալվենք, որովհետև տեսեք մենք հիմա կարող ենք գնալ փողոցային պայքարի, չհաջողվի, մի հատ մյուս շաբաթ փորձենք, մի հատ մյուս ամիս, չէ՞ կարող ենք ասել դե լավ, դրա մեջ ոչինչ չկա, հիմա ամեն օր պայքարում են, բայց Աստված չանի պատկերացրեք, եթե մենք 26 թվականի ընտրություններին ձախողվենք, ու այս իշխանությունը մնա, պատկերացնում եք, որ հաջորդ ընտրություններին գնանք, այսինքն եւս 5 տարի, հետեւաբար բոլոր ռեսուրսները պետք է դնել, այո, ռեալ գնահատել շանսերը ու մենք տեսնում ենք, որ ընտրական process-ում բավականին արդյունավետ մեխանիզմներ կան, նույն վերջին թիմ ընտրությունները դրանից առաջ էլ բազմաթիվ թիմ ընտրություններ ցույց են տալիս, որ իշխանությունը ունենալով նաև վարչական ռեսուրսի կիրառում չի կարողանում ապահովել այնքան ձանել, որ իշխանություն ձևավորի բազմաթիվ համայնքներում, այսինքն դա նաև ինչի մասին է խոսում, տեսեք նույն Գյումրի ու Փարաքարի ընտրություններում շատ կարևոր գործոն էր ստեղ, մարդկանց մասնակցությունը։ Բարձր մասնակցություն։ Բավականին բարձր մասնակցություն, դե մենք բազմիցս ասում ենք, իշխանությունը իր վարչական ռեսուրսով ունի X ձայներ։ Ու երբ որ ընդդիմադիր ընդհանրապես ընտրության ով չի գնում, ով դժգոհում է իշխանությունից։ Ով չի հավատում։ Այո, նաև հուսահատվում է։ Իսկ իշխանության ընտրողը գնում է։ Իշխանության ընտրողը մենակ այն պարագայում չի գնում, երբ որ իշխանությունը ունենում է, ասենք 80% ռեյտինգ, այն մնացածն էլ ասում են լավ, դե մեկը ընտրվելու է, չգնա։ Բայց իշխանության ընտրողը գնում է, որ այս իշխանությունը մնա։ Ու հետեւաբար շատ կարևոր է, որ ընդդիմադիր հատվածներ գնան, նույն Գյումրիի օրինակը։ Հիմա մենք ինչ պետք է անենք։ Նաև քաղաքական դաշտում մենք բազմիցս
հանդիմանում ենք այն գործընկերներին, այն ուժերին, ովքեր ասում են ընտրություններով հնարավոր չէ ոչինչ փոխել, իսկ մարդկանց մոտ գեներացնում են ընտրությունների նկատմամբ բացասական վերաբերում, բայց հետո հենց ընտրություններում առաջին իրենք են վազում ընտրությունների մասնակցել։ Այո, ընտրություններով հնարավոր է փոխել, ու այդ փոխելու համար պետք է գնալ ընտրության։ Իսկ քաղաքական դաշտի խնդիրը աշխատել այդ ուղղությամբ, որ մարդիկ գնան ընտրության ու ընտրության օրը ոնց մեզ է հաջողվել, էլի ուժերի հաջողվել պահել մարդկանց ձայները։ Գաղտնիք չէ, որ հատկապես Գյումրիում ընդդիմադիր ուժերը բավական լուրջ կոնսոլիդացիա ապահովեցին եւ ինչի շնորհիվ հնարավոր եղավ գոնե այս բայդրությամբ արձանագրել հաղթանակը։ Եթե համապետականի է վերածվում ընտրությունը մասշտաբը, արդյոք ընդդիմության ուժերը ռեսուրսները բավարարելու են իշխանության այդ հսկայական մեքենայի դեմ պայքարի համար։ Ասեմ, որ չափազանցված է այդ իշխանության հսկայական մեքենան, վարչական ռեսուրսը։ 21 թվականին դա Այդ 21 թվականը բոլորովին այլ իրավիճակ էր, ու եկեք այսօրվա վրա չպրոյեկտենք, այնտեղ բազմաթիվ գործոններ կան։ Նախ հասարակությունը գտնվում էր ծայրահեղ ծանր էմոցիոնալ ֆոնում, ու ընտրության կատարման գործոնները բոլորովին այլ էր։ Ընդհանրապես արտահերթ ընտրությունները մարդկանց մոտ նաև այսպես ասած անակնկալ է, չէ՞։ Հիմա բոլորս գիտենք, որ 26 թվականին ընտրություններ են։ Հիմա 21 թվականին ինչ տեղի ունեցավ։ Նույնիսկ եթե այդքան ձայն է հավաքել, նույնիսկ մեղադրենք ժողովրդին, մեղադրենք ընդդիմադիրներին, որ մարդիկ շատերը ակնհայտ է ընտրեցին, որ նախկինները հետ չգան, փաստ արձանագրենք։ Բայց առնվազն մենք տեսնում ենք, որ յուրաքանչյուր տարի, նախ սկսենք մի բան 21 թվականին, ցանկացած պարագայում ինչ էլ տեղի ունեցավ, կար Արցախ, կային արցախցիներ, Արցախում ապրող, այսինքն հիմա մենք բոլորովին այլ իրավիճակում ենք ապրում, այսինքն առաջին անգամ տեղի ունենում ընտրություններ Հայաստանում պատմության մեջ, որտեղ չկա Արցախ։ Հետևաբար այդ ընտրությունները ամենևին պետք չէ համեմատել նախկինում տեղի ունեցած որևէ ընտրության հետ։ Ու ես վստահ եմ, որ ոչ միայն թիմ ընտրությունները, այլ հասարակության տրամադրությունները խոսում են այն մասին, որ 26 թվականին իշխանությունը շանս չունի։ Հետևաբար մենք պետք է աշխատենք քաղաքացիների հետ, որ մենք տեսնում ենք, որ նաև այս վերջի ընտրություններով այդ հիասթափությունը գնալով փոխվում է։ Ու այո, մարդիկ գնալու են ընտրության, ու այս մի տարվա ժամանակահատվածը ընդդիմության համար շատ կարևոր է, որպեսզի հասարակությունը տանել ընտրության։ Հիմա կարծ նաև վարչական ռեսուրսի մասին։ Վարչական ռեսուրսը սահմանափակ է։ Սահմանափակ է այնքանով, որ ինքը ինչ-որ թիվ է։ Ու երբ որ ընտրությունների շատ մարդ է գնում, այդ թիվը հիմա նաև Գյումրիում ենք ասում նույն փառաքարում։ Նույն փառաքարի օրինակը բերեմ մեր, հա, մենք հավաքեցինք 57%, Аз վստահեցնում եմ, եթե չլիներ այն վարչական ռեսուրսը, որ իշխանությունը կիրառեց, մեր տոկոսը ավելի շատ կլներ, որովհետև երկու տեղ էլ նայեք, տարբեր ընտրություններ են, չէ, տարբեր համայնքներ, լրիվ տարբեր իրավիճակ, տարբեր ուժեր են մասնակցում, երկու տեղն էլ իշխանությունը մոտ 30-35% է հավաքում, բայց երկու տեղն էլ համայնքի ղեկավարը ԿՊԱ-ական էր, այսինքն նաև այդ համայնքի ղեկավարի վարչական ռեսուրսներ, մենք այսօր բազմաթիվ համայնքներ ունենք, որտեղ ԿՊԱ-ական չէ, ու մենք նաև 21 թվականից սկսած սա շատ ենք կարևորել, որ մասնակցել ենք թիմ ընտրություններին, հետևաբար Նիկոլ Փաշինյանի որոշակի ռեյտինգը, որը կա, բնական է, մենք չենք կարող հերքել, հասարակության ինչ-որ հատված ընտրում է իրեն։ Որոշակի վարչական ռեսուրս, մենք կարծում ենք, որ 25%-ի սահմաններում ամբողջ հանրապետության մասշտաբով եթե նայենք, հնարավոր չէ այդ վարչական ռեսուրսով ու ռեյտինգով ապահովել։ Էլ չասած, որ իհարկե կուզեմ այս մասով սխալվել, բայց առաջիկա 1 տարի ես չեմ կարծում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը ներքին արտաքին իր ռեյտինգը շատ բարձրացնելու, ընդհակառակ պատկերավոր ասած ընտրությունները ինչքան ուշ լինի, այնքան Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը ընկնելու է, իհարկե դա պետք չէ սպասել, բայց ամփոփելու որ 26 թվականին մեծ հավանականություն կա Նիկոլ Փաշինյանին ընտրություններով հեռացնել։ Քանի որ դուք առաջին անգամ եք մեր տաղավարում, ես այս հարցը երբևէ ձեզ հնարավորություն չեմ ունեցել տալու, հիմա առիթից կօգտվեմ։ Եթե չեմ սխալվում, դուք 2020 թվականի նոյեմբերի 20-ին նշանակվեցիք նախարար։ Այո։ Սա այն ժամանակաշրջանն էր, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մազից էր կախված։ Համենայն դեպս կար այդպիսի տպավորություն եւ ասում էին, որ եթե չհամագործակցեն այդ մարդու հետ, ընդհանրապես հնարավորություն չի ունենա մնալու իշխանության եւ մի բան էլ կառավարել։ Հետաքրքիր է, ինչու համաձայնեցիք։ Ու առիթ ունեցել եմ խոսել, սիրով պատասխանեմ։ Նո վերջից գալով չեմ կարծում, որ ես էի այն անձը, որ պահեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կամ իմ նախարար նշանակվելը։ Це նաև դուք եք։ Միանշանակ ես չէի, այդ պահոների մեջ մեծ են
մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ իդեպ, այսինքն նաև ընտրությունների միջոցով չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին հեռացնել նաև այդ մարդկանց սխալ ընտրական գործընթացներով, բայց դրա մասին չի խոսքը։ Պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակը ինձ համար ավելին էր, քան քաղաքական պայքարը։ Այսինքն, երբ նոյեմբերի 9-ից հետո Արցախում գտնվում էր 1000-ից քիչ մարդ, բոլորը գտնում էին Հայաստանի Հանրապետությունում, ու ինձ համար Արցախին ծառայելը այդ պահում իմ գերխնդիրն էր, անկախ քաղաքական որևէ կարգավիճակից, ընդ որում ես գիտակցել եմ, որ այն իրավիճակը, որ կար քաղաքական, վնասելու էր իմ քաղաքական կարիերան, որը վնասել է, ու ես այդ գիտակցումով եմ գնացել։ Ինձ համար իմ քաղաքական կարիերան զրո արժեք ուներ, որովհետև ի տարբերություն ինձ ու շատերի, հազարավոր երիտասարդներ իրենց կյանքն էին զոհել, ու ես թքած ունեի իմ քաղաքական կարիերայի վրա, ես թքած ունեի բոլորի վրա, ովքեր ինձ ինչ են ասում, որտեղ ես կայ, ի տարբերություն մնացածի, ու այդ որոշումը ես կայացրել եմ գիտակցաբար, որի նկատմամբ բնական է իմ մերձավոր շրջապատից սկսած մնացածի համար եղել է բավականին տարակուսելի, ես թողել եմ իմ շատ բարձր աշխատավարձը, իմ հանգիստ կյանքը, եթե կարելի է այդպես ասել, բայց այն վիճակը, որ կար, ես չունեի այլ ճանապարհ, քան ծառայել Արցախին։ Սոցիալ նախարար լինելու համար ինձ համար կարևոր էր եղել արցախցիների սոցիալական խնդիրները։ Ես այդ ժամանակ ասել եմ, որ ես պատրաստակամություն ունեմ այս հարցով զբաղվելու։ Ցանկացած կարգավիճակով տարբեր պատկերացումներ եմ ունեցել, Արցախի գծով ինչ որ պաշտոններ տարբեր, ընդ որում ոչ իմ համար, նույնիսկ ես տարբեր մտքեր կար, որ կարելի է նույնիսկ Արցախի հարցերով զբաղվող փոխվարչապետի հաստիք բացել, որը նաև միջազգային կարևորություն կունենար։ Ես հայտնել եմ պատրաստականություն գնալ Արցախում աշխատելու, այսինքն ցանկացած ֆորմատով ես պատրաստ եմ եղել։ Հետո քննարկումների ժամանակ ես ինքս եմ հասկացել, որ պետք էր այնպիսի լիազորություններ, որը հնարավորություն կտար այդ խնդիրները լուծելու։ Ու նաև այդ ժամանակ Մանեթ Հանդիլյանը, որ տեղափոխվեց Արցախ աշխատելու, նաև այդ նպատակներ են տապնդում, որ սոցիալական ոլորտում այդ երկու կարգավիճակները հնարավորություն տա աշխատելու։ Ու իհարկե այսօր դրա մասին խոսելը արդեն որևիցե արժեք չի տալիս, բայց երբ ընդամենը 2-3 ամիս հետո, երբ 120,000 հոգի տեղափոխվեց Արցախ, եթե հետ գնանք այդ պահին կարող ասեմ իմ խիղճը հանգիստեր, ինչ որ ես արել եմ։ Ու առաջիկա օրերից նոյեմբերի 9-ից հետո, երբ ես այդ 5 ամիս եմ աշխատել, իմ աշխատանքի ճնշող մասը անցել է Արցախում, որի մասին ես նպատակ չեմ ունեցել բարձրաձայնելու։ Ու Արցախում չկար լույս, Արցախում չկար կապ, այսինքն Արցախում ինչ որ մի տեղից տեղ գնալու, մարդ տեսնելու պետք է դու գնայիր ձմռանը։ Այսինքն այդ ամեն ինչը իմ համար եղել է շատ կարևոր։ Ու երկրորդ հատվածը, կարճ ասեմ, նաև հաշվանդամություն ունեցող անձանց մասով մոտ 100-ից ավել մեր պատերազմի մասնակիցները ունեին պրոթեզավորման խնդիր։ Ու նաև մեզ հաջողվեց այդ մասով էլ անել ահռելի աշխատանք, ու ի տարբերություն երբ նախկինում կար պրոթեզների տրամադրման բավականին ոչ արդյունավետ ճանապարհ, այստեղ յուրաքանչյուր անձի համար մենք ծախսեցինք ահռելի քանի $100,000 միջազգային չափանիշների, որը իհարկե ոչինչ է այն ամենի դիմաց ինչ որ այլ է, բայց այդ փոքր խնդիրն էլ ինձ համար կարևոր էր։ Ու երբ այդ երկու խնդիրը ես համարեցի, որ արդեն կարելի է լուծել, ես համարեցի այդ փուլում իր առաքելությունը ավարտված ու շարունակեցի Արցախին ծառայել այլ ֆորմատներով, հետո իմ համար այդտեղ պաշտոնը կարևոր չէր։ Ես ժամանակ դրա մասին խոսելու կարևորություն չկար, բայց օրինակ ես այդ ժամանակ աշխատելով իմ համար ընդհանրապես որևէ պաշտոնի արտոնության ձգտում չի եղել։ Ես եղել եմ այդ ժամանակվա կառավարության ու նաև ցավոք նաև հետո աշխատած նախարարների մեջ միակը, ով հրաժարվել է պարգևավճարից, ով հրաժարվել է ծառայական մեքենայից։ Իսկ իմ կյանքում էական բան չի փոխվել, ու այո, ես կրել եմ այդ քաղաքական ռիսկերը, որը հետագայում կրել է նաև իմ կուսակցությունը, որի հիմնադիրն եմ ես, բայց ես ունեցել եմ այդ գիտակցությունը։ Հիմա եթե կարճ ասեմ, այս նույն ճանապարհը նորից կանցնեի, այո,
Գիտեք, գուցե շատերին ձեզ ուղղված հարցը հիմա ժամանակավրեպ թվա, հատկապես որ դուք ունեք արդեն ընդդիմադիր հայացքներ պայքարում եք, բայց ինձ համար իսկապես դա շատ կարևոր հարց է, ընդհանրապես հետաքրքրում է տարբեր մարդիկ ինչ մոտիվացիայով ու ինչ մեխանիզմով են որոշում կայացնում իշխանության հետ համագործակցելու եւ սրա վերաբերյալ եւ նաեւ մեր եթերի վերջին հարցը 2020 թվականի նոյեմբերի վերջին արդեն պարզ էր, որ իշխանության վարած ոչ արդյունավետ քաղաքականության հետևանքով մենք տանուլ տվեցինք պատերազմը։ Այնուամենայնիվ հարցը բաց է մնում, դուք այդ ինչ հրաշքով լավատեսությամբ եք ակնկալում, որ եթե շարունակեք այդ իշխանությանը աջակցել ձեր բաժին լուման ունենալ, ապա պատերազմը տանուլ տված իշխանությունը հետո կարող է որևէ հարցով օգտակար լինել Արցախը կուլ տված իշխանությունը, ինչպես կարող էր հետագայում Արցախի համար ինչ-որ բան անել։ Չէ, տեսեք, ես էլ եմ ասում, ինձ համար այդ պահին կարևոր էր ծառայել Արցախին ու ինձ համար այդ պահին կարևոր էր ունենալ ազդեցություն արցախցիների հարցերով զբաղվելու ու այդ ազդեցությունը, այո, պաշտոնն էր։ Հիմա Այո, եթե ձեզ կարգավիճակն էր։ առաջարկեն Չէ, օգտակար լինել, չէ, օգտակար լինելը չէ, ինձ համար պաշտոն, որպեսզի օգտակար Չէ, լինի, հիմա օգտակար, չէ, ընդունենք այդ առաջարկը։ օգտակար լինելու հարցը չի, արցախցիների ծայրահեղ ծանր վիճակը Հիմա ավելի ծանր է վիճակը։ այդ օգտակար լինելու մասին չի։ Ու այդ ժամանակ պետք է լիազորություն Արցախի իշխանությունների համար լինել օգտակար, որովհետև ես օգտագործել եմ իմ լիազորությունները համագործակցելով Արցախի իշխանությունների հետ, ոչ թե Հայաստանի։ Քանի որ ֆինանսավորումը իրականացում էր Հայաստանով, ես ասեմ, այդ հրապարակային է կա բազմաթիվ սոցիալական ծրագրերի մասով այդ ժամանակվա իշխանությունը, ինչպես հիմա, մանավանդ այսօրվա այս վերջի շաբաթների արցախցիների ծրագրերի մասով իրենց խնդիրները բարձրաձայնում են, նույնպես դեմ է եղել։ Օրինակ, մենք նաև մի շարք ֆինանսավորումներ իրականացրել ենք սոցիալական այլ ծախսերի հաշվին։ Ես ծանր որոշում եմ կայացրել սոցիալ նախարարության աշխատակիցները միակն են եղել, ովքեր չեն ստացել նոր տարվա պարգևավճար, որովհետև չկար գումար եւ այդ պարգևավճարների գումարը ես որոշել եմ տալ արցախցիներին։ Այսինքն այդ որոշումները եղել են իմը։ Այդ որոշումները չեն եղել այդ թիմինը։ Ու ես այո գնացել եմ այդ որոշման, որ հիմա եթե մենք պետք է ինչ-որ մի ծառայություն մատուցենք, ինչ-որ մի խնդիր լուծենք, երբ որ քեզ պետք է այդ խնդրի գործիքը տեսեք, նույն տրամաբանությամբ կարող ենք ասել դե 20 թվականի պատերազմին կամ ընդհանրապես պատերազմին, որ մարդիկ գնում են կամավոր մասնակցելու, գնում են մասնակցելու Գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ, բայց գնում ես ծառայել հայրենիքին, չէ։ Այդ ժամանակ թե Գերագույն գլխավոր հրամանատարը ով է, քեզ ով է զենք տալիս, այո, ինձ տված են ինչ-որ լծակներ։ Ու այդ լծակներով ես գիտակցել եմ, որ միայն դրանով է հնարավոր ծառայել Արցախին։ Հիմա կար մտահոգություն, որ այդ իշխանությունները իրենց վարած հետագա քաղաքականությամբ չեն լուծի երկրի առջև ծառացած մարտահրավերները, ոչ միայն կար մտահոգություն, այլ նաև ավելի մեծ պատկերացում, քան դրսից, որովհետև ընդամենը մի քանի ամիս հետո աշխատելուց կամ շաբաթներ հետո նույնիսկ բազմաթիվ անձանց մոտ փոխվեց վերաբերմունքը Արցախին։ Ու ես ունեցել եմ բավականին ծանր խոսակցություններ, ես եղել եմ նախարար, ով կառավարության նիստերին ուղիղ եթերում դեմ է քվեարկել կառավարության որոշումներին։ Այսինքն ինձ համար այդ ոչ թե թիմի մաս կազմելն էր, այդ պահին չկար այլ տարբերակ գնալ, ծառայել։ Հիմա եղել են մարդիկ, ովքեր այլ պատկերացումներ են ունեցել ծառայել Արցախին։ Եղել են, ես չեմ ասում, որ իմ տարբերակը եղել է բացառիկ ճշմարիտ, բայց ես կայացրել եմ որոշում, ու ես կատարել եմ այդ որոշման հետևանքով որոշակի գործողություններ։ Կարելի էր իհարկե ոչինչ չանել, կարելի էր ստատուսներ գրել արցախցիների մասին, կարելի էր նկարներ դնել, կարելի էր գնալ ինչ-որ տեղեր, հանրահավաքների, բայց ես դրա փոխարեն գնացել եմ Արցախ։ Ես 20 թվականի պատերազմից հետո այդ ժամանակ Շատ լավ, ձեր դիրքորոշումը հասկանալի է, բայց նաև գրականության մեջ հստակ է, որ իշխանության դեմ պայքարի լավագույն տարբերակներից մեկը չհամագործակցելն է։ Ձեր դիրքորոշումը պարզ էր, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։